Գյումրիում ենք, բայց մեզ օգնություն է պետք, բժշկական օգնություն։ Ես ամեն ինչ մտածել եմ։ Խնդրում եմ, սա անենք, հետո մնացածի մասին կխոսենք։ Մեզ շտապ օգնության մեքենա է պետք, երեխեքին բժիշկ է պետք, համ Աբելին, համ Նանեին։ Իրանց պետք է տեղավորենք հիվանդանոցում։ Աբելի ջերմությունը չի իջնում, իսկ Նանեն տենց էլ չքայլեց։ Հիվանդանոցում կարող է օգնեն, չէ։ Ու մի բան էլ է պետք։ Մենակ շատ եմ խնդրում, չմերժես, որովհետև երեխեքի ճակատագրերի մասին է խոսքը։ Պապ, ես հետո կգնամ կնստամ, բայց իմ հետ երեխեք կան, որս ամեն ինչի հետ կապ չունեն։ Մենակ իրանց համար խնդրում եմ։ Հին է ցավը, բայց նոր է օրը, իմն է օրը և հույս է նորը, ես այդքան ափսոս ուշ հասկացա, ու երբ արմատներիս վերադարձա, ինձ գտա շեմին, հին գանձարանի, դռան վրա պատրաստ կախված էր բանալին։ Երկար ճանապարհներից օգնած, ես պառկած եմ խոնավողին, հայացքս երկնքին հառած, այնտեղ ես ապրել եմ ժամանակին, այնտեղ մենք ապրել ենք ժամանակին։ Ինչ եմ ես գործրել, ինչ եմ ես փնտրել, ինչ եմ ես գտել, ինչ եմ ես ստացել, ոսկի արծաթ և խանգարված քուն, վերջում փոշի ու տափակ քարի բեկոր, սա է այն ամենը, ինչ կգտնեն իմ տեղը, ինձնից հետո եկող ճամփորդները, երկար ճանապարհներից օգնած, ես պառկած եմ խոնավողին, հայացքս երկնքին հառած, այնտեղ ես ապրել եմ ժամանակին, այնտեղ մենք ապրել ենք ժամանակին։ Երկար ճանապարհներից օգնած, ես պառկած եմ խոնավողին, հայացքս երկնքին առած, այնտեղ ես ապրել եմ ժամանակին, այնտեղ մենք ապրել ենք ժամանակին, այնտեղ ես ապրել եմ ժամանակին, այնտեղ մենք ապրել ենք ժամանակին։ Երկար ճանապարհներից օգնած, ես պառկած եմ խոնավողին, հայացքս երկնքին առած, այնտեղ ես ապրել եմ ժամանակին, այնտեղ մենք ապրել ենք ժամանակին, այնտեղ ես ապրել եմ ժամանակին, այնտեղ մենք ապրել ենք ժամանակին, այնտեղ ես ապրել եմ ժամանակին, այնտեղ մենք ապրել ենք ժամանակին։ Այդ մնացած երեխեքի համար, պապ։ Այս մասին ոչ ոք չպետք է իմանա, ոչ ոք։ Չգիտեմ ինչ անենք, չգիտեմ։ Լավ, դու երեխեքին մինչև երբ կարաս ստեղ պահես։ Տեսնենք ինչքան կստացվի, բայց չեն կարող հավերժ ստեղ պահել։ Իսկ գնալուց ինչ եք մտածում, Դրա մասին հետո, պապ, հիմա ավելի կարևոր։ Հա, ամեն ինչ հետո, իսկ ես պահի համար, ով է մտածելու, ով։ Լավ, տղեն ճիշտ ասում, հետո, դրանց մեջ մեկն էլ կա, որի հարցերը ես պտի լուծեմ, բայց էդ էլ հետո։ Դե հա, մի քանի օր պահեցինք, բուժեցինք, այս հարցը պիտի շուտ լուծվի։ Կզբաղվեմ, ես կզբաղվեմ այդ հարցով, կգնամ դրանց մի հատ էլ կտենամ կխոսամ հետները։ Ռոբերտ Կարինիչ, ներեցեք, չգիտեի, որ զբաղված եք։ Արի, ոչինչ։ Ասա, ինչ կա։
Նանեի հետ կապված ձեր մտահոգությունները ոնց որ թե իրականացան։ Ոնց։ Նանան էլ չի քայլելու։ Հանգիստ Կարեն։ Շատ ծանր է։ Բայց մյուսը։ Դե տղայի հետ կապված լուրջ խնդիր չկա, բորբոքվածություն ա կանցնի։ Լավ, որ դուրս գամ կզբաղվեմ։ Հա։ Անսահման երկար են քեզ տանջել Մերժում մի ճշումն է քեզ ճզմել Անհասկացան դատարկ հայացք Սա է միայն որ քեզ տրվեց Դու ես գնում, քեզ ոչ ոք ներս չթողեց Դուրս արի Լևոն Ես ուր ես գնում, բան ու գործ չունես, Քեզ ինչ աղջկատ համար չես անհանգստանում, տենց դուրս ես եկել ֆրֆռալու, հակած, կապած, էլ սրա հակած շորերը նայի, իրան նայի, արա։ Լևոն ինչ ես ուզում, գործեր ունեմ դուրս գնամ Էդ մթամ անհանգստանում ես, հա, աղջկատ համար, ուր ես դուրս գալիս ֆրֆռալու, Ինձնից շատ հաստատ դու չես անհանգստանում դու ես անհանգստանում, հա, ուրեմն իմացի, եթե այդքան անհանգստանում ես աղջկատ համար, զանգել էր, Ոնց, երբ, ինչ էր ասում ինչ էր ասում, են ինչ որ դու պիտի իմանաս, էսա, աղջիկդ լավ է, մնացածը քո գործը չի, տես զարմացած մի նայի, ամեն ինչ լավ է իր հետ, ու լսի հիշի, ոստիկաններին ասել եմ արդեն, զանգել եմ ասել եմ, եթե երեխուն կտան, էլ ստեղ չի գալու, ես չեմ թողելու, հասկացա ինչ եմ ասում, Չեմ հավատում, ստում ես, գնա դուրս Արագացրու, չեմ տա մերին, չես տեսնելու իրեն, գնա Կար, ուզում եմ զանգեմ մերոնց Երի գժվել ես։ Դե չէ, չեմ ասի ուր ենք, ուղղակի ուզում եմ ասեմ, որ ամեն ինչ լավ է Մեր հասկանում ես, ես պապային հազիվ եմ համոզել, որ ինքը ոչ ոքի չասի, թե մենք որտեղ ենք։ Ոչ ոք չպետք է իմանա։ Շողորդ, ուզում եմ նանային տենամ, Կարեն, կարում ես մի բան անես։ Հիմա ձև չկա։ Երես ինչ էր ասում։ Հորս հետ որոշեցին ու եկան են հայտարարին, որ մեր հարցերը հետո են լուծելու։ Ինքան կուզեի տեսնեի ոնց են ձեզ ծեծում։ Երեխեք այսօր կմնաք այստեղ, հետո կտեսնենք ինչ ենք անում։ Բայց Ռոբերտ, նանեին եմ ուզում տեսնեմ, հնարավոր է։ Չես ըմբատ, հնարավոր չի։ Նրան ոչ ոք չի կարող տեսնել։ Բացի իր ամորից։ Ոնց, պապ։ Պայմանավորվել էինք, որ Արամյանին բան չենք ասելու։ Դու լավ գիտես նանեն ինչ վիճակում է։ Վերջ, թեման փակված է։ Անփակված է։ Արամյանն էլ հենց իմացավ բոլորին կասի ու վերջ։ Քեզ չխոսացրեցին։ Ինքը երբ ուզի կխոսա եղավ։ Հրան նայի է։ Պապ, ուրեմն պետք է ընկեր Դավիթին էլ զանգենք կանչենք։ Լավ։ Հիմա խելոք նստեք այստեղ։ Մինչև հաց կուղարկենք կուտեք։ Հեսա կգամ ժողովուրդ։
մի րոպե։ Ես գիտեմ, որ խոսելու տեղ չունեմ ու առավել եւս ինչ-որ բան խնդրելու, բայց դու համաձայնեցիր չէ՞ մարդու բան չասել, որ մեզ չբռնեն ու տանեն բանտ։ Արագ, Կարեն, արագ։ Պապ, եթե Արամյանը եկավ, ինքը այս հարցին չի նայել ունենց, ոնց նայում ես դու կամ Սաշի պապան, կամ թեկուզ մնացած մյուս ծնողները։ Ինչ ես խոսում, տղա ջան։ Այդ կինը չգա, իր երեխու մոտ չլինի։ Պապ, մենք հատուկ դասարանից ենք։ Մենք սովոր ենք խնդիրների մեջ լինել ու ձեզ էլ մեր հետ ներքաշում ենք դրանց մեջ, դուք էլ եք սովորել։ Բայց Արամյանը եթե եկավ, ու Նանային տեսավ այդ վիճակում, հաստատ էս ամեն ինչին նենց չի նայելու, ոնց նայում եք դուք։ Հա, բայց ճիշտ է ասում տղեր, գիտես, որ այդ Դավիթը գա, պետք է եղած տեղը կարա էլի համոզի, հանգստացնի Սոնային։ Ճիշտ է, մենք բողոքում ենք Դավիթից, բայց շատ նվիրված է երեխեքին։ Լավ, ես Դավիթին կզանգեմ։ Գնա երեխեքի մոտ։ Պապ, Հիմա ինչ։ շնորհակալ եմ ամեն ինչի համար։ Դավիթ, կներես ուշացա։ Կարևոր չի նստի։ Նայում եմ մարդկանց ու տեսնում եմ ինչպես են տանջվում։ Այո, ես տեսնում եմ։ Մտածում են ինչ ուտեն, ինչ խմեն, որտեղ գնան սրճարանից հետո։ Առաջին հայացքից կարելի է եզրակացնել, որ որևէ խնդիր չունեն։ Բայց հետո հիշեցի մեզ։ Այո։ Ու մտածեցի, որ գուցե այս մարդկանցից մեկն էլ մեզ է նայում, ու նույն կարծիքին է մեր մասին։ Ինչ է եղել Լուսինե։ Ոչ մի բան, ամեն ինչ նորմալ է դա։ Ինչն է քեզ տանջում, ինչի տեղը չես գտնում։ Չէ, հանգիստ տեղի, իրոք, նորմալ է։ Երկար ժամանակ չենք հանդիպել, որոշեցի քեզ տեսնել, բայց ես գիտեմ դա չէ, որ քեզ անհանգստացնում։ Ես միշտ զարմացել եմ, թե ինչքան նրբանկատ ես դու, բայց չէ, ես անգամ ամեն ինչ կարգին եմ, ես լավ եմ։ Ես արդեն պատվիրել եմ։ Հա, ինչ լավ է, փաստորեն ոչ միայն նրբանկատես, այլև հեռատես։ Իսկ քո գործերից ինչ կա դպրոցում ամեն ինչ նորմալ է։ Նույն քննություններ, դասեր, թեստեր, հույսեր, սեր, հետևաբար արդյունքներ։ Ասեմ թե վերջ։ Չէ, հասկացա։ Իսկ այն երեխեքը, որ փախել էին, չեն զանգել։ Ներիր։ Հա, Ռոբերտ։ Դավիթ կներես, որ անհանգստացնում է, բայց դու շտապ պետք է գաս հիվանդանոց։ Հիմա։ Երկար խոսել չեմ կարող, աշխատանքի մեջ եմ։ Բայց ուրիշ երկ չունենք։ Պիտի գաս հիվանդանոց։ Լավ։ Լավ։ Ներիր, բայց ես պետք է գնամ։ Չլինի երեխեքից խոսեցի, իրենք զանգեցին։ Չգիտեմ դեռ։ Ներիր, պետք է գնամ։ Լավ։ Ան ոնց ես։ Դիր։ Երեխեք ջան, մենակ խնդրում եմ չաղմկեք, լավ։ Աբելը ոնց եղավ։ Աբելը լավ է, քնած է, հենց հարթնանա իր մոտ էլ կմտնենք։
Ես գնամ, բան պետք լինի ինձ ասեք, լավ։ Ինչ լավ է, որ եկել եք երեխեք։ Բա ուր գնայինք։ Կտոնեմ, որ ես չեմ բռնել, էլի։ Մամ, դու մեր մասին մի մտածի, հա։ Մենք լավ ենք։ Եվ լավ կլինենք, եթե դու էլ։ Ես լավ եմ։ Ամեն ինչ լավ է շատ։ Երանի ոչ մի տեղ էլ չգնայինք։ Կամ էլ չգայինք։ Նան Ռոբերտ Կարենիչի հետ խոսացել ես, ինչ-որ բան ասել, հա։ Ինչ։ Որ էլ չեմ քայլելու հետ։ Նան դու քայլելու ես, եղավ։ Վերջ խոսացնեց։ Այն ժամանակ էլ էին նույնը ասելու, քայլեցից չէ՞ նա։ Նան։ Ես էլ երեխեքը Սոնա ջան։ Մամ։ Ցավում է։ Չէ, մամ, լավ ամեն ինչ։ Երեխեք հիմա դուրս եկեք, հետո կխոսեք Նանայի հետ։ Եկար Դավիթ։ Ընկեր Դավիթ։ Բարև ձեզ։ Նախապես ասեմ, որ ես չեմ փոշմանել իմ արածի համար։ Աղջիկ ջան, գոնոստեղ դեմքդ ցույց մի տուր։ Կարեն ամեն ինչ լավ է։ Չէ։ Ինչ է եղել։ Ավելի վատ բան չէր կարող լինել, ընկեր Դավիթ։ Արի Դավիթ, արի։ Գնանք ինձ մոտ կխոսենք, ամեն ինչ կպահվեն։ Դուք էլ գնացեք այդ սենյակում սպասեք, մինչև ձեզ կկանչենք։ Երեխեքի գալու մասին ոչ ոք ոչինչ չգիտի։ Բացի քեզանից ու Սոնայից։ Ու պետք էլ չի էլի, որ իմանան մանավանդ հատուկ դասարանի ղեկավարներն ու ոստիկանները։ Հասկացա, բայց ոնց կտակ։ Դե Նանեն ընկելա չի կարողանում քայլել։ Աբելը բարձր ջերմություն ունի։ Իրենք զանգեցին։ Մեքենա ուղարկեցինք, բերեցին։ Նանեն էլ չի քայլելու։ Դե պայքարում ենք, ամեն ինչ անում ենք։ Տեսնենք։ Լավ Դավիթ ջան, ճիշտ ասած, երեխեքը շատ են ուզում քեզ տեսնել, դե գիտես, մենք էլ քեզ վստահում ենք ու պետք է այս ամեն ինչը թաքուն պահենք, որ երեխեքը հանգարց չդատվեն։ Իհարկե, ես կխոսեմ իրենց հետ։ Հա, բայց մենակ խոսել պետք չի։ Մի բան էլ դու մտածի, տեսնենք ոնց են կարողանում անել այս երեխեքին այս վիճակից դուրս անենք, էլի։ Հասկացա։ Դեռ կխոսենք։ Եղավ այն, ինչից ես ամեն ինչ շատ էի վախենում։ Գիտես ինչ եմ ուզում։ Որ գնաս տուն նոթբուքս կբերես։ Այլ ավելի Նան։ Նան քեզ Ռոբերտ Կարենչը 100 անգամ ասել էր, որ ծանրաբեռնել չի կարելի։ Մամա, լավ էլի։ Հիշում ես։ Այն անգամ էլ, որ գնացել էիք։ Մամ, չեմ ուզում լսեմ։ Ու կրկին այդ տղայի հետ։ Այն անգամ էլ ես անգամ։ Մամա ինքը կապ չունի։ Ու ոչ մեկ կապ չունի։ Անգամ Սաշը այս ամեն ինչի հետ կապ չունի, մամ։ Հա հենց տենց։ Էս իմ կյանքն է։ Ու իմ ճակատագիրն է։ Մեկին ամեն ինչ տրվում է։ Մյուսից էլ ամեն ինչ խլում են։ Ու վերջ։ Այ հիմա այս պահին դու խոսում ես, այնպես։ Ինչպես առաջ, այև որ դու սկսեցիր ինձ հավատալ, սկսեցիր այցելել Ռոբերտ Կարենչին ու ամեն ինչ նորմալ է, ոտքի կանգնեցիր։ Հա, ընդամենը մի շաբաթ հետո Ռոբերտ Կարենիչը ինձ ասեց, որ հենաշարժողական համակարգը պետք չի ծանրաբեռնել, չէ։
Նան ընդամենը պետք էր դա անել, ընդամենը։ Չեմ ուզում էլ լսեմ։ Ես չեմ բողոքում։ Մի քիչ քայլեցի, հիշեցի ամեն ինչ։ Երևի հերիք էր։ Ընդամենը պետք էր անել, ոչ մի դժվար բան չկար դրանում, եւ ամեն ինչ լավ կլիներ։ Երեխեքին հանգիստ կթողնես։ Ու նոթբուքս էլ չմոռանես, լավ։ Ես այսպես չեմ թողնելու այդ հիշին։ Երեխեք դասի կեսն անցել են, կեր Դավիթը դեռ չկա։ Գնամ տեսնեմ, թե որտեղ է։ Նա հանգիստ մեր համար նստած էինք էլի։ Սպասի արդիճ։ Ինչ լավ է այդ Սարգսյանը գնաց, այ մարդ։ Ինչի։ Դե, հասկացա, որ մեզ մենակ պիտի թողնի։ Առաջկա։ Գիտես, որ ես աշխարհահռչակ մաթեմատիկոս եմ։ Սկսես։ Ու իմ հոգին երկու բանից է հանգստանում։ Մաթեմատիկայից ու Դու ինչ ես անում։ Կներեք։ Այդ տղա։ Կընկեր Դավիթը ուր է։ Այդ տղա ես խոք բրախատնոյ չի քո համար։ Գնացեք ձեր դասարանը, վեր ընկեք ձեզ դասարանը տվեք, գնացեք ձեր դասերով զբաղվեք։ Արպիջան, ինչ ա եղել։ Ուղղակի ընկեր Դավիթի դասն էր, ընկեր Դավիթը դեռ չկա։ Ես ինչ լավ բան ասեցիր, բալա։ Ընկեր Դավիթը չկա։ Այն երևի գնացել է իր կորած մոլորածների հետևից մի լավ խմեն, տժան միտե ընկնեն, վեր ընկնեն։ Արպիջան, ուրեմն հենց հիմա գնում եք դասարան, ես կփորձեմ փնտրել ընկեր Դավիթին, եթե ոչ ուրիշ ուսուցիչ կուղարկեմ։ Չէ, նորմալ է, մենք խելոք կնստենք, հա։ Շատ լավ։ Գնացեք, եղբայր, գնացեք, Լարա։ Արա շարունակի մերիդ։ Նա ճանապարհ տուր ասեցի։ Մարկոսյան, իա։ Արտելի չիմացավ ինչից է իմ հոգին հանգստանում։ Իմ հոգին հանգստանում է մաթեմատիկայից և Շեքսպիրյան սոնետներից։ Տեսար չէ ոնց կորեցին հատուկներն ու նանեն։ Հատուկները հլը հեչ, բայց որ նանեն չկա, այդ հեչ լավ չի։ Հե Օլյա ջան, քո մելոն տենց էլ չսովորեց։ Որ այդ ինչ-որ բան ես ուտում, կարելի է այդ ինչ-որ մի բան խմել։ Կարևոր դու սովորես, Արփի։ Ապրես լցրու։ Համեր քեզ ինչի համար եմ հետս ման տալիս, որ սենց բաներ դու անես, գիտես շատ զբաղված եմ, չէ։ Լետ հարց ով ման տալիս։ Օլ, քեզ մի րոպեով կարելի է։ Չէ, իհարկե չի կարելի։ Բան ունեմ հետը խոսալու։ Հա, ոչինչ, խմի հետո կխոսես։ Ապրես։ Օլ, կկաս մի հատ։ Ինչ ա եղել։ Դուրս կասեմ, հա։ Լավ։ Մեն ասին չունի ասելու։ Ինչ իմանա։ Սարգսյան ջան, կարող Արամյանին տեսել ես։ Չէ, ինձ էլ էր պետք, բայց չկա։ Դավիթը չկա։ Հենց հիմա իր մոտ պիտի դասի լինի, չկա, այդ երեխեք անիմաց թափառում են։ Լավ, ես ազատ եմ, կբարձրանամ մոտները։ Հա, դե արի միասին բարձրանանք։ Ժողովուրդ չեք օգտվում, ես լավ սպաս ընկեր Դավիթ, հա աման բերեք ընկեր Դավիթին հետ անք։ Բելը լավաց է, հա ոնց որ։ Իսկ նանեն։
ձեզ կօգնենք։ Այնպես կանենք, որ չդատվեք։ Նորից գաք դպրոց, սովորեք, նկատողություններ ստանաք, անկարգություն անեք։ Մի օր էլ նանային միջանցքում կամ բուֆետում կտեսնեք ու ձեզ մեղավոր կզգաք։ Գիտեմ։ Ձեր հիմարության պատճառով։ Որ չգնային բազելու հոսանձման չէր լինի, ու մենք էլ այստեղ փակված չէինք լինի։ Դու փակված չես, դու ուղղակի թաքնված ես։ Աչքերդ լայն բացի։ Չես տեսնում, որ ամենտեղ բանտ է։ Ուր գնում ենք, փակում են մեզ։ Որ գնացել էին Գյումրի, էլի փակված չէինք։ Լավ, մի կռվեք, վերջ։ Վերջ։ Ինչ եղել է։ Պետք է ընդունենք այն, ինչ որ կա։ Մենք բոլորս էլ մեղավոր ենք։ Բոլորս չեմ։ Ես եմ մեղավոր։ Սպասի, Ալեքսանդր։ Ես ուրախ եմ։ Ես ուրախ եմ, որ դու երեխեքի հետ ես։ Դու հիմա իրավունք չունես այսպես ուղղակի գնալ։ Ձեր կյանքը մի ակնթարթում կարող է փոխվել, հասկացեք դեռ։ Ու ես ձեզ չեմ մեղադրում։ Որովհետև հասկանում եմ, եթե ես ձեզ մեղադրեմ, ոչինչ չի փոխվի։ Դուք պետք է ուժեղ լինեք ու համբերատար, որպեսզի անցնեք այս փորձությունների միջով։ Ես չեմ խնդրում ձեզ, ես պահանջում եմ։ Դուք պետք է լինեք Նանայի կողքը, որովհետև նա ձեզ հետ էր։ Մինչև վերջ դուք պետք է լինեք Նանայի կողքը։ Բոլորը, սկսած սմբատից, վերջացրած արինները։ Պարզ է։ Սաշ, ինձ ապերսիլի սոկ կբերես։ Տղամարդու պայուսակն եք վերցնում։ Այո, պայուսակը ու կոշիկները։ Սեք։ Սա բնական կաշի է։ Այո, իհարկե, տեղական արտադրանք։ Կոշիկներն էլ ցույց կտաք։ Ահա, տեսեք։ Մանում եք։ Շատ։ Եք։ Իսկ հնարավոր է հետո ինչ-որ բան էլի վերցնել, Եթե չեք կարող այցելել, մենք առաքում ունենք։ Կարող եք մատենալ։ Եթե սրանք հետո պապայի հակը չեմ տեսել, ստեղ ինչ-որ մեկը խնդիրներ կունենա։ Դու ինչ ես անում այստեղ։ Բա դու։ Վերջ։ Շնորհակալություն։ Ես եկել էի։ Հա, տեսնում եմ։ Եկել էիր առևտրի։ Պայուսակ ու կոշիկներ էիր առնում։ Ուղղակի պարզ չի ում համար։ Կլինի հետո խոսենք։ Չէ, հիմա էլ չենք խոսի, հետո էլ։ Ուղղակի երեկոյան մի հատ պապայից կհարցնեմ, էլի նվերներ ստացավ թե չէ։ Շնորհակալություն, ցտեսություն։ Ցտեսություն։ Հաջողություն։ Ապրես։
Շատ լավ է, որ կանչեցիր սուրճ խմելու։ Դե սա գիշեր չես քնել։ Վրամը որտեղ է։ Գնաց։ Սոնա, ես հասկանում եմ, որ քեզ համարելը բարդ, բայց այս մասին պիտի ոչ մեկի չասես, որ երեխեքը եկել են այստեղ են։ Ինչու։ Դե հո Կարենը Բոլորովին մտածիր Կարենի համար մի բան կանենք, մի բան կմտածենք։ Ես չեմ հասկանում քեզ։ Եթե ոստիկանությունը իմանա, բոլորին էլ կտանեն։ Պետք է իրանց… Ինչ։ Երկրորդ շանս տրվի, իսկապես, ու կարծում ես դա արդար է։ Եթե մի պահ մտածենք, որ դու երեխա չունես հատուկ դասարանում, բայց ամեն ինչից տեղյակ ես։ Ինչ ես կարծում, արդար է երկրորդ շանսը տալը։ Դու ինքդ շատ լավ գիտես, Ռոբերտ, շատ լավ, որ որևէ մեկը չի ուղղվելու։ Արդարը։ Ինչ։ Պետք է երեխեքին ևս մի հնարավորություն տալ։ Շատ լավ։ Գնամ երեխայիս մոտ, որ չի քայլում։ Գուցե տեսնեմ ու հասկանամ, թե էդ ինչու է արդար մնացածին երկրորդ շանս տալը։ Օլյա ինչ ա եղել։ Վայ, մի խանգարեք թող խմի։ Այդ ցավատանը մեզ մարդը չի ֆայմում հարցնի, ես պետք է հարցնեմ։ Օլյա ջան, ինչ ա եղել, ինչով կարանք օգնենք։ Ոչ մի բան չի եղել, հացը լրկերեք։ Իսկ ես պարային բարձիկներից ով ազում։ Ես։ Ահա։ Մի բարձի ծերանա խնդրեմ։ Խնդալու չի։ Կարևորը համով է։ Երեխեք բաց իմացաք։ Հիմա էլ փաստորեն ընկեր Արամյանն ու ընկեր Դավիթն են կորել։ Ի՞նչ է նշանակում կորել է։ Դե երկուսն էլ չկան ու ոչ նորություն կա իրանցից ոչ է։ Կարող եմ այդտեղ ձրի պանրային բարձիկներ, թևիկ ու գյուղական կարտոֆիլ կա։ Չէ, չի կարող, հաստատ չի կարող։ Ախ, դու ինչ գիտես։ Որովհետև եթե տենց բան լիներ, դու վաղուց ընդեղ կանգնած գտնեիր։ Հենց առաջի շարքերում։ Հա, խնդացենք անձանք։ Ավելի կը տեղից վեր կացավ նա, գնաց զուգարան ու մի ժամեր չկար։ Սմբատ, բայց հաց եմ ուտում ոնց որ։ Հարավ թե հիմա դու նուրբ ես։ Հա, լսի ինչ է ասում։ Այսի որ հետ եկավ զուգարանից, շատ խնդալի է։ Եկավ նստեց սկսեց ուտել։ Ուտելը որն է, ուտում չէր կշտանում, տենց կերավ մի քանի ապսը, մինչև օգնեցինք տենց այդ կացան տվեցինք ձեռքը, ու սաղ կերավ։ Ես զարմանում եմ դրա վրա։ Բայց մել չեմ ուզում, կլինի չտամ։ Դե նան է, լավ, մի հատ քեզ խելոք պահի, էլի, որ ասում են կեր ուրեմն պիտի ուտես արագացրու, դավայ։ Ապրի։ Բայց համակարգիչը որտեղից հայտնվեց։ Ես խնդրեցի, որ մաման բերի, որովհետև ուզում էի գրեի։ Սմբատ մի նեղվի էլի։ Անկախ նրանից, թե մաման քեզ ոնց կվերաբերվի ու ինչ կասի, այդ իմ հետ ընդհանրապես կապ չունի, լավ։ Դե խնդիրը նա որ մաման ճիշտ է ասում։ Դու ընդհանրապես կապ չունես։ Կլինի քեզ չմեղադրես անիմաստ, խնդրում եմ։
կլինի անցնենք ուտելուն։ Քեզ էլ չեմ ուզում, որովհետև ես Աբելը չեմ։ Բայց ես ընդհանրապես քեզ չեմ էլ հարցնում։ Դավիթ, քեզ տեսնեմ արագացրու։ Այ ապրի նանեն, ապրի։ Ոչ։ Հերթական հիմարությունն են արել։ Հիմարություն։ Դեռ շատ չեմ խոսել իրենց հետ Տիկին Արամյան, բայց պատճառներն ակնհայտ են։ Ուղղակի վախեցած էին։ Վախեցած էին։ Եվ իմ աղջիկը, որ փախչելու որևէ պատճառ չուներ, հենց ինքն է ուժել։ Պետք չէ բոլորին մեղադրել Տիկին Արամյան։ Ես չեմ մեղադրում, որովհետև դատավոր չեմ։ Այսպես թե այնպես իրենք ամբողջ կյանքը իրենց մեղադրելու են։ Մենք հիմա պետք է Նանային օգնենք, որ ոտքի կանգնի։ Ես ձեզ մի խնդրանք ունեմ, Տիկին Արամյան։ Լսում եմ ացը։ Ես ձեզ խնդրում եմ։ Ոչ մեկին ոչինչ չասեք։ Մինչև Ռոբերտն ու Վռամը ազատ են երեխաներին։ Դավիթ, ուրիշ ասելու բան ունես դու ինձ։ Ուղղակի շնորհակալ Տիկին Արամյան։ Նան, դե լավ, հիմա վերջի գթալն է, ես էլ ես ուտում ու վերջ, նայ, խոստանում եմ, կես տեսնեմ, դավայ, դա ապրի նանեն, ապրի, Ինչ ա կատարվել, Դավիթ, ուր գնաց Սոնան։ Չգիտեմ, Նանային տեսավ ու գնաց։ Գնա երեխեքի մոտ դուրս չի գաս։ Բայց ցած Ռոբերտ, էլ ոչ մի խոսք, գնա։ Ինչ ենք անելու։ Չգիտեմ։ Mom. Mom. Շնորհակալ եմ մեզ զարգացնելու համար։ Դրանց բռնեմ։